Բարի լույս սիրելիներս, բարի պայծառ թարմ երկուշաբթի առավոտ շուտ ժամը 6 լույսը նոր բացվում է, բայց ես արդեն պատրաստ եմ, գնում ենք արդեն, բայց դե որոշեցի մի հատ բարի լույս ասել, ավանդույթը չխախտել, բոլորիդ բարի լույս ասել, բարի օր ասել, հաճելի երկուշաբթի, հաճելի աշխատանքային շաբաթ մաղթել ու գնալ աշխատանքի, գնացինք։ Արևա, Լեբա մի հատ նայեք, ով է գալիս, գնա չուշանաս, լավ որ արևս գնա, ավտոբուսը գնաց, այսա 5 րոպեից մյուսն էլ կգա, առավոտ որ երեխեքը շատ են լինում, 5 րոպեն մեկ, այսքան գալիս է 5 րոպե հետո մյուսը, հետո կես ժամ հետո նորից։ Անգելը միշտ ամենավերջի պահին է դուրս գալիս, Էլենն ու Ալենը արդեն կանգառում են, հələ կարող է սրանով հասցնեն գնան իրանք։ Այստեղ մնաց, մի սեփական տունը դրա համար եմ ասում, հալո, միշտ տենց է, միշտ մի բան կա անելու, դες ներսը արեցինք, հիմա այստեղ, սնած այս ձեռքի հետ էլ կարանք անենք, այսօր իրիկուն կամ այս բաները, մենամենակ կակաշները ու այս սիրուն ծաղիկն ես, սրան ցույցս կտրել էի, բայց ես էլ ծլեց, երևի ես ավելի խորն էի դրել։ Ասել եմ գործի տեղ, ծաղիկներս տեղավորեմ, սուրճս էլ վրան արդեն, հանդիս սուրճ խմեմ, մինչև կգան։ Ու ես էլի ծանոթ վայրերով քայլում եմ, դեպի աշխատավայր, իմ առավոտյան քայլն եմ անում, գոնե մի 600 մետր, չէ մոտավոր մի կիլոմետր երևի։ Շատ հաճելի է, մաքուր օդ, թարմ օդ, բնությունը։ Վաղը կրկին չորեքշաբթի է, ու կրկին իմ ամենավաղ արթնանալու օրը, վիրահատության օրը, մենք գրած ենք գնում, ովքեր չգիտեն, գնում ենք ուրիշ քաղաք, ընտեղ էլ ենք վիրահատությունները մեզ տղել, ընտեղ էլ Նականում չորեքշաբթի օրերն են, չորեքշաբթի կամ ուրբաթ Այս ամիս ամեն շաբաթ, ամեն չորեքշաբթի ունենք վիրահատություն ու նաև մեկ անգամ էլ ուրբաթ օրներ մի քիչ ծանրաբեռնված ամիս էր, որովհետև ամռանը ոչ բոլորն են ցանկանում, որտեղ պետք է մի քանի շաբաթ պահել այդ կանոնները, սաունա, մասաժներ, լողավազաններ ու ոչ բոլորն են ուզում իրենց հանգիստը զոհաբերեն, չնայած որ տեսողությունը ամենակարևորն է, դրա համար ուզում են հիմա արդեն ավարտեն, որ ամառվա ամիսներին համել դե շոկ ա ով ա ցանկանում վիրահատություններ անել ամռանը։ Սիրելիներս, այս ալբոմը ինձ բերել է մեր պացիենտներից մեկը, ով մայիսի 25-ից մինչև հունիսի 6-ը 2019 թվականին եղել են Հայաստանում, ովքեր sense խմբով եղել են Հայաստանում տուրիստական ծրագրով, ու հետո այդ կազմակերպությունը այս sense ալբոմ որպես գերմաներենով գրած այն վայրերը, որտեղ իրենք եղել են, այսինքն տպել ու որպես գիրք նվիրել է իրենց, մի հատ նայեք ինչքան հրաշք է, ես ուղղակի հիացած եմ։ Այստեղ կան վայրեր, որտեղ նույնիսկ ես չեմ եղել, լինելով 22-23 տարի ապրելով Հայաստանում, նույնիսկ ես չեմ հասցրել լինել, շատ հետաքրքիր, շատ հավես գիրք է թողել ա մոտս, որ ուսումնասիրեմ, նայեմ ու հետո նորից իրեն կվերադարձնեմ։
Նկարները հենց իրենց արված նկարներն են, իրենք էլ են կադրերում, հենց իրենք են երևում ու շատ ինքը մինչև հիմա ուղակի հիացմունքով է միշտ խոսում այդ մասին, ուտելիքը, սնունդը, տեսարժան վայրերը, կուլտուրան, ուղղակի ինքը հիացած է ու երազում է կրկին լինել Հայաստանում, կարծում եմ այս տարի պլանավորել են նորից նույն խմբով, իրենց ընկերական շրջապատն է, որ նորից լինելու են Հայաստանում ու ես իրեն ասացի, որ շատ բաներ է փոխվել, շատ ավելի է գեղեցկացել ու ինքն անհամբեր է, թե երբ է նորից լինելու Հայաստանում։ Ջոջո, իսեր մաման է բերել Զոյկային երաժշտական դպրոց գնացինք խոլես։ Այսօր ժամը 7-ին է բանը հասցրեցինք։ Ապրիմ աղջիկը բացում որ ես անցնեմ։ Արի։ Որտեղ եք սպասում։ Ստեղ։ Թե վերևում։Ոտաներս շարածած ճանարի վրա։ Հելեն է բագում է Զոյկայից առաջի աղջիկը։ Չէ, նստի շուտ ալա։ Ունենք էլ ժամանակ։ Հիշում եք, որ Զոյկայի հետ եկել էինք, սենց հերթով լրիվ դասարաններով անցանք գրանցման։ Ամենտեղ դժգոհ էր, հենց մտանք դաշնամուրին շպիտ եկավ դեմքի։ Այս երաժշտական դպրոցն է, սենց հետևն է, այս կդիմացնել, Զոյկայից դպրոցն է։ Զոյկայի դպրոց։ Լավ մեծ է իրենց դպրոց։ Սել այգին է բակն է։ Ստեղ հավաքույթներ են անում, ընդեղ սիրուն բաներ ունեն, մեջը բանջարեղեն բանացանած։ Մարդիկ մեզ են մեծ կաստում։ Մեն էլ ավազն է, որ խաղում է։ Ջանձրև է գալի, ինչ մենք վիդեո ենք մոնտաժում ու մեկ էլ Զոյկայի դաշնամուրի ծլվելոցն էի լսում։ Այստեղ այսենց անձրև սկսվեց։ Այ են կողմում շեփոր են պարապում, չեն թողում լսեմ երախոս նվագելը։ Նախաճաշը հիվանդանոցի։ Ինչպես հասկացաք, մենք հիվանդանոցում ենք, վիրահատության օրեր ու ես ուղղակի խենթանում եմ հիվանդանոցային այդ նախաճաշի համար թարմ հաց, կարագ և դեղցի կամ ծիրանի ջեմ։ Սիրելիներս, չորեքշաբթի է, վիրահատությունից վերադարձել ենք ու դեռ մի ժամ ու կես ունեմ մինչև Վիտոն գործից գա։ Ես ինչ եմ անում արագ։ Երեխեքն էլ նենց տուն չեն եկել, Զոյկաս ամենակ։ Բարև։ Ուրեմն, երեք այստեղ հավ էի մարինացրել ու տակը բտիկներ է, այն հավը, որ առել որ հավեր ու բտիկներ կար մի քանի հատ։ Այստեղ ունեմ այս սենց կարմիր կարտոֆիլ, բայց քաղցրը չի, նորմալ կարմիր կարտոֆիլ է, հիմա լավ լվանալու եմ, սպունգով, մաքուր սպունգով լավ լվանում եմ, այս աչիկները հանում եմ ու այսպես եմ որոշել դնել, որ հետո կարագով տրորենք ու անուշ անենք։ Իսկ այս կողմում որոշել եմ մի փոքր ուղղակի թարմ հաց թխել, բայց ոչ մատնակաշ, այնպես երկար ձողիկա նման ու մի քիչ ամբողջական հացահատկի, հեսա այստեղ մի քիչ խմորը թթվի, դրոժը հասունանա ու սկսեմ, որ ես մի ժամ ու կես ժամանակ ունեմ մինչև Վիտոյի գալ ու պետք է ամեն ինչ հասցնենք Զոյա։ Ճիշտ է, 10 բրծեր արևս։ Վաղը Զոյկան թեստ ունի, արդեն ասեցինք, որն է, հրշեջը, ոստիկանը ու ոստիկանը պոլիցայինը ու շտապ օգնությունը։ Ու մենք նոր հանգիստ նկարում եմ, ու մենք նոր բան արեցինք, փորձնական արեցինք, Զոյկան բոլոր հարցերին պատասխանեց։ Տեսնենք իսկական թեստը ոնց կլինի վաղը։ Լավ ես գրելու։
Մինչ խմորս թթվի եկել ենք հիմա Զոյկան պարապում է, պետք է նայեմ, որ ինքը մատիկները ճիշտ անի, ահա, ճիշտ ապրես։ Չէ՞ մի պարկացրա ձախ ձեռքդ, այդ ենց, Լավ, հիմա էլի ունեմ, էսի ու էսի։ Չէ, ձախ ձեռքդ ուղի։ Կարաս հետնել երկես։ Հա? Կարաս հետը երկես։ Հա։ Տենց ավելի հեշտ կլինի քեզ։ Նորից անեմ ու Արա, հա։ Լավ։ Պարապի ես ագիրում։ Այ, սենց է ասում կարտոֆիլը, որ իսկ արաքով տրորենք։ Հիմա կարտոֆիլները կհանեմ, որը շատ կարմիր է, կամ որ այպաշի կշրջեմ ու հավն էլ մի հատ նայենք եկելա թե չէ։ Ուրեմն խմորը արել էի ու թողել էի, բայց քանի որ հեռախոսս վերևում զարյատկայի էր դրած, չէի նկարել, արդեն բարձրացել է, անցել է ընդամենը 15 րոպե։ Հիմա ինչ եմ անում, տեսեք ձեռներս լվացել եմ, թրջել եմ ու այս սենց շատ սիրուն սենց հավաքում ենք, առանց տրորելու, առանց ինչ-որ ուրիշ բաներ անելու։ Հավաքում ենք, սենց ծալում տարբեր կողմերից, հետո այս սենց նորից, տեսեք, արդեն էլ չի կպնում։ Ու թողեմ մի քիչ էլ կհանգստանա, տեսեք արդեն շլավ խմորա։ Սենց ծալում ենք, նորից գնդիկ ենք անում, նորից թողնում ենք հանգստանա։ Այս նույն կերպ պատրաստում եմ թթխմորովը, բայց քանի որ ինչ էստեղ ենք, չունեմ թթխմոր, Վիեննայում հիշում եք, որ ունեի, թխում էի թթխմորով հացեր, այստեղ չունեմ, դեռ չեմ աճեցրել, չգիտեմ ինչի, երևի զբաղվածության պատճառով շատ, բայց էդ էլ կանեմ, ոչինչ, որտեղ թթխմորով հացից համեղ չկա հաց։ Սենց ուղղակի լցրել եմ, հիմա այսինչ սիրուն կկտրտեմ ու կդնեմ թղթի վրա, առանց ձև տալու, առանց ոչ մի բան, որ ինքը հենց տենց ուռի ու այդ ծակոտկեներով սիրուն փափուկած լինի։ Այսինչ թողնում եմ, որ ինքը սիրուն իջնի ներքև։ Ահա, հանելուց հետո այս տեսքն ունեն։ Իրականում հենց սենց են լինում խանութում, երբ որ վաճառում են, շատ թեթև է, որովհետև այս առանց ալյուրն է, տակն ալյուր, այս սենց շոտ թեթև է, շատ։ Հեսա որ միած սարի մեջն է կկիսեմ։ Այս մեկն էլ որոշեցի այսպես դնել, որ էլի շատ բարակ։ Ուրեմն դեռ շատ տաք է ու շատ բաներ չի էլ երևում, որ բայց տեսեք, այս մեկ ավելի բարակ է, ավելի նայքլա։
Մեջը լավ է կարևորը, որտեվ այս մուկ հացի ամենաբան պահենն է, որ կարող է հում մնա մեջը, ինձ թեթև է։ Սենց կարող եք պատրաստել այս բագետը վրան քսել, ասենք, ինչ ուզում եք, կամ համեմունքներ, կամ պանիր դնել հալվի հետո, ուղղակի ընդմիջման համար հետները դվարցնեք աշխատանքի, ասենք։ Սենց, հացը արդեն պատրաստ է, սենց կարմիր, այս կոմլով սենց խրթխրթան, սա քիչքան բարակ էր ու նայեք հիմա ոնց է ուռ է, բայց ես հիմա չեմ կտրի, կթողնեմ այս մեկը լավ կսարի ու նոր կկտրենք։ Եթե ինչ հաց կերանք, այս մեկից էլ մենակ ես մի հատ ամենաց։ Ամպես որ։ Այս ինչ ցուրտ է։ Ոյ նորվա շոկ ասեմ, թե այսօրվա ցուրտը։ Ուй, եկել եմ մի քիչ պետրուշկա կախեմ։ Պետրուշկա։ Ոյ նայեք ինչ լավ թարմացել են տատիկիս ցանած տնկած պետրուշկաները։ Այս մի սուխախի աստեղ սենց մենացի անտեր ու դուս մեկ այդքան մաքրեցինք, չէ? Նորից դուրս է եկել։ Այսքան քաղեցի։ Գնացինք։ Խոտերը ցավը Սել արդեն սարած։ Ես հիացած եմ։ Պահամը ինքան լավն է։ Բարի լույս սիրելիներս։ Համեմատած երեկվա ցրտին այսօր հաշվի առնելով, որ 6:30 է, խոստումնալից է օրը տաք արևը հետևիցս մեջքս տաքացնում է։ Բայց դե էլի մի քիչ ցրտոտ է, 16-17, աղվանից նորից կտաքանա։ Լավ է, որ գոնե շաբաթ կիրակի օրերը տաք է լինում։ Չնայած երեխեքը այսօր էլ են դասի, վաղը մայիսի 1-ն է, վաղը երեխեքը տանն են։ Բարև։ Մենք այսօր դասարանով գնում ենք Վիեննա, այսօր առավոտ շուտ գնում ենք ու այսօր գիշերը հետ գանք, այսինքն իրիգունոտ։ Մենք հիմա ընձուղտների մոտ ենք։ Չգիտեմ, խիվս ահավոր ուրախանում եմ ընձուղտ տնալուց, որտեվ չգիտեմ, վերջնական չեմ հիշում, երբ եմ ընձուղտ տեսա ես։ Giraffe։ Oh my God! To serio, ma to serio, okay. Ci sta. Բարի լույս սիրելիներս, այսօր ուրբաթ է, բայց ոչ աշխատանքային օր, մայիսի 1-ն է, արթնացել եմ շատ վաղ ու այս ձայնից, սպասեք ես մի հատ ցույց տամ, ինչ ձայնից եմ այսօր ես արթնացել, մաքրոտ ու սառը լավ թարմա ու այս ձայնից եմ արթնացել, այս ձայնից, որտերն է քաղում, Հարմոտից բացի ամենուր այսենց որ նայում եմ, տեսեք, ընդեղին փոշինը, նայեք,
երեկոյան այստեղ նստած ենք եղել, սրբել եմ, նստել ենք դե իհարկե։ Հիմա նայեք այդ դեղին փոշին, այդ օգտակար փոշին դեղին, հիմա որ նայենք այստեղ էցից ամենուր դրած է։ Ու վատներն է ոչ մենակ այդտեղ նայեք։ Հիմա այստեղ ցույց տամ։ Հələ այստեղ։ Սա է դեղին փոշին է, օգտակար փոշին։ Օգտակար փոշին ու օգտակար սառը օդը թարմ, լավ չփակեմ, դե ասենց ուզենամ ներսկա։ Ծաղիկներս, ես մեկն էլ էր ծաղկել, բերել եմ այստեղ այս մի ճյուղը, ինքը հենց փոքր ժամանակվանից վնասվել էր, երկու ճյուղ այստեղ սենց ինքը կպել էր, չգիտեմ ինչին էր կպել, չեմ հիշում արդեն, տակ ջրի տրուբային, թե մի խոսքով, ասես մնացել է ինքը, բայց ահագին աճել է նորից, ինքը թարմ էր, պոկելու ճուղ չէր, էլի դրա համար չէի պոկել։ Այստեղ էլ այս սիրունությունները սեն թեքվել, մեկ այս կողմ էր սենց արևին են իրանք թեքվում։ Սա որ ջուրը փոխեմ մի հատ գտեսմզեմ, սիրուն է։ Լավ, սուրճ տնեմ, տանեմ վիտոյի հետ խմենք դրսում։ Ուրեմն իջա ներքև, ես երեկ էլի խմոր էի պատրաստել, թթխմորով սենց սև հացի, սենց ասած, ամբողջական հաց հատկի, բայց երկու անգամ հետ էի հունձել, բայց քանի որ ի վիճակի չէի թխելու, համ էլ ուշ էր արդեն թխեի էլ ով էր ուտելու, որ առավոտյան թարմ լիներ, դրա համար դրել էի սառնարանը, լավ փակել էի, այս մի կողմը մի քիչ բացվել էր, ես մի քիչ հոսել էր դուրս սառնանի մեջ, սենց հիմա մի անգամից հետ հունցեմ, կգնդեմ ու կթողեմ այդպես ինքը նորից հասունանա, տաքանա, ուտև սառած է խմորը հիմա, որ համով հաց ստանանք։ Պատրաստել եմ ու ինչով եմ խմելու, խուրմայով, քանի որ ես իրականում քաղցրի սիրահար չեմ, ես չեմ սիրում շատ շոկոլադներ, կարող է փորձեմ ինչ-որ մի բան, սուրճը դե գիտեք դառն ենք խմում առանց ոչ մի բանի, բայց առավոտ շուտ, առաջի սուրճս խմել եմ արդեն, առաջի սուրճս վիտոնա դրել, այդ շատ վաղ էր ժամը 6-ը, բայց հիմա ու հա ինչ եմ լվացել, որովհետև որ լվանում ես խուրման, մանավանդ է մեր մոտի խուրմաները, սա ցույց կտամ ես որն էի գնա, եթե չեք տեսել, իրանք չորոտ են ու բնական են, որ լվանում ես, տեսեք իրանք փափկում են ու համել ու շատ քաղցր, երբ որ բնական խուրման լվանում ենք, պետք չի շատ ջրի մեջ թողնել, ուղղակի գոլ ջրով լվանալ, սենց մի քիչ մաժմժելով, ինքը միանգամից փափկում է ու քաղցրանում է։ Տեսեք, ուրեմն այս խուրմանը։ Սիրելիներս, մի հատ հարց տեսա, չնայած չեմ պատասխանել, հարցնում եք սառնարանի մասին, եթե նկատի ունեք այս սառնարանը, այս ֆիրմանը, ինքը սենց բաներով, վրայից ամեն ինչը, Wi-Fi-ով, չգիտեմ ինչերով, սառցախցիկները այսպես է բացվում ու իրանք շատ լավն են, շատ հարմար են, սենց այստեղ ունի սենց բան, որ կարամ ստե դնեմ, ներսում դա գնում արդեն դա, շատ լավն է, ես շատ գոհ եմ, չնայած որ այստեղ շատ ինչ-որ բաներ չեմ լցնում, ուղղակի առաջին անհրաժեշտության ինչ-որ, որտեղ մեր հիմնական խոհանոցն էլ սառնանն էլ ներքևում է, որ մեծ, իսկ եթե ներքևի սառնանին նկատի ունեք, շատ լավն է, դու գոհ ես ներքևի սառնանից, շատ, ներքևին հեսա, որ իշնենք բազմաֆունկցիոնալ է, ջուր, սառույց, մանր սառույց, խոշոր սառույց, պատուհանը տեսել եք, որ սենց այս ամ լույսը վառվում է, որ իշնենք ներքև ցույց կտամ, ինքը շատ լավն է ներքևին, սա էլ է շատ լավը, ուղղակի էնի ավելի մեծ է, բազմաֆունկցիոնալ է, բայց գոհ եմ, կարևորը սենց սազում ակույներով իրար հետ։ Էլ արի արևի տակ բալ էստեղ խլևոր հետեղ բալկոնում հլա արև չի, ցուրտոտ է։ Ստայք, վայ, վարդես կոկոններ է տվել։ Սիրուն քաղել է։ Այգեպանիս մի հատ սուրճ տանեմ։ Ինչ սիրուն է, այս կոնոչի համար խենթանալ կարելի է։ Ոնց որ գորգ լինի։ Տնեմ մի հատ արևի տակ, էլ էստեղ նայեք, դեղին փոշին, ամենուր է դեղին փոշին։
ջրել է։ Նե արևը այնքան լավ ուժեղ արևա, բանն էլ է դուրս եկել։ Շատրվանը դուրս է եկել, արևով է դա ինքը։ Վայ, տեսեք։ Նայեք, որ տնկել է, բանը, նայել, էսի իմ բանի ծաղիկն է զատիկի, հիշում ես չէ, որ են տատիկը պացիենտը նվիրել էր, ինքան սիրուն վարդագույն էր, տես տնկել եմ, ստեղ ծաղկել է, բայց ուրիշ գույն է հիմա, կարևորը կպել է, հա, ջրել է պապան, որ ինձ սիրուն անդեղ ինքը շատ սիրուն վարդագույն էր, բա, նայ ոնց է դուրս եկել, էց ուժեղ արև է, ու յասամանները, լեսեք, իբր կա էլի վրեն մի քանի հատ, բայց շատ պուճուրիկ են բանը, երևի լավ սորտ չի, հա, արդեն, այ, գիլասներս, չէ, փառք Աստծո, լավ է, բերքս լավ է այս տարի, էլ դու յասաման տեսնում ես վրան, հեսա, հա, ուղղակի այնքան բարձր է, ծաղկ, ոչ ծաղկելուց են, հա, որ ծաղկելուց ենք հասկանում, ոչ բանից, ես երբ ծաղկեց, երբ չորացավ յասամանը, կերենք սուրճ խմենք, փոշի է, սաղ դեղին փոշի է, օգտակար է, էլ են շնչի իշքան կարաս, Պիտոմ փոքրով արդեն են անկյուններն է հավասարացնում, որտև մեծը տրակտորը չի մտնում այդ անկյունները, Ես այստեղ կսեք, որտեղ որ մի քիչ բաց մնացած տեղեր կար, այսենց ինքը խոտ եմ ցանը նորից կարկատան արած էլ, եսի հենց հատուկ դրա համար է, ես տուփը մի հատ ցույց տամ, տեսեք։ Երբ որ ասենք ինչ որ մի տեղը այրվել է կամ ինչ որ մի բան են արևարվել է, այս հենց դրա համար է, որ ցանես ու ինքը նորից վերականգնվի։ Այս անցած տարի էինք գնել լիճոճանակի տակի համար։ Ինչ կար նորից ցանեցի, հիմա ես ինչ եմ անում, այս աթոռ-մաթոռները շարեմ ընդեղ, շլանգը միացնեմ ու լվանյա մաթոռները այստեղ մի հատ մաքրենք, որ այսօր լավ եղանակ, այսօր դրսում անցկացնենք մեր մայիսի 1-ը։ Անգելինան իդեպ դեռ չի եկել Վիեննայից, այսքան եկել են երեկոյան, ուշ ժամ էր շատ ու որոշեց մնա իր ընկերուհու տանը առաջին անգամ, հեսա կհարցնենք բա թողնում ես, ինքը շատ լավ ընկերուհի է, ճանաչում եմ ծնողներին էլ, շատ լավ ընտանիք են ու 3-4 ընկերուհիներով մնալու են իրենց տանը, երեկոյան շատ ուշ են եկել, հեսա կգա ինքը, ասեց արթնանամ ու կգամ, այդպես, դասավորեցի, հիմա գնում ենք Խողովակը բերենք Սխալ խողովակ է հանել, էս պետք էր ջրելու համար Գնացինք Սրանով հասնում ենք նույնիսկ ընդեղ արդեն Սրանք ջրել չմոռանամ, այս որտեղ որ ցնցող սարքեցի, սիրուն չացանակամ որ մի հատ այս խոտերը ջրենք, սուրի նման Միայն ընտեղ եմ ջրում, որտեղ որ բանը սերմը ցանել եմ, որովհետև սենց թենենց ինքը անձրև ա եղել երեք, այսօր էլ անձրև կգա երևի վաղը կամ խոտը ջրում ենք, ընդհանուր խոտը ջրում ենք երևի մի քանի անգամ տարին ամառեն, երբ որ շատ շոգ ա լինում, ու ասենք մի քանի օր անձրևներ չի լինում, թե չէ հողը այստեղ շատ խոնավ է ու խոտը ջրելու կարիք չկա մշտապես։ Եղևնիներն ենք ջրում, ասենք պետքա ջրես, որ չվառվի արևից, մեջի փոշին դուրս գա։
Ասել ջրեմ։ Քիչ բռնել։ Այստեղ լույսերն է հավաքել լցրել այստեղ։ Սենց երևույներն էլ ենք թարմացնում։ Մեն հացը պատրաստ է, երևի ավելի համեղ բան, քան տաք, այսենց, այս մուկ հացը ու կարակ, չկա, այսենց, մի փոքր կտոր մի հատ վայելում ենք, մինչև նախաճաշը սկսվի։ Սիրելիներս, հացերը սառել է ու հիմա տեղավորում եմ, այս այսքանն է մնացել, մի հատ արդեն վերջացավ, այս հացը մի հատ վատ կողմ ունի, որ շատ շուտ է սպառվում։ Չգիտեմ անում, որովհետև իրոք շատ համեղ է, չգիտեմ ուղղակի ոնց նկարագրեմ, իր այս թարմությունը մեջը չոր, համեղ, շատ համեղ, կարագում եղեր կսես ուտես, իրավ հիմա սա էլ ընթրիքի համար է, դնեմ տոպրակի մեջ, ընթրիքի ժամին հանենք։ Սիրելիներս, պատրաստում եմ շատ պարզ համեղ ու օգտակար ապուր, կարագի մեջ մի փոքր կապակում եմ երկու կողմից հավի, լավ նախապես 2 ժամ աղաջրի մեջ դրված, մաքրված, ախտահանված հավը, դրանց որ տնական ինքը բիո հավը, այսպես ասած, ոչ թե տնական, այս հիմա շուտ կտամ նորից, այստեղ ունեմ սիսեր, թրջած սիսեր, սենց լավ ու մի հատ եռացրած թափած նորից դրած, կարտոֆիլ, համեմունքներ, աղսեր պղպեղ, կարմիր պղպեղ, չորացրած ռեհան, հետո ավելացնելու եմ նաև թարմը կանաչի և տոմատի մածուկ։ Մեկ էլ դափրու տերևակակը հա այս բանի մեջ, միսի մեջ, էլ ուրիշ ոչ մի բան, բանջարեղենով չեն սիրում մերոնք, դրա համար էլ ոչ մի բան չեմ ավելացնում։ Սենց կարագով համեղ ապուր ու վայելենք էլ համեղ հացով։ Սիրելիներս, մեր երեկոյան սուրճի ժամն է, կարելի ասել, ժամը 6-ի մոտերքն է, այսի սիրուն մայրամոտ է ու ամուսինս գնացել էր բենզալցակայան ու գնել է մեր սիրելի պաղպաղակները, բոլորիս ամենքին իսել։ Բայց շատ է սառել, մենք 8 հոգի չենք բենզալցակայանից է գնել, որովհետև դե այսօր խանութները փակ է, որն է քո սիրելինալ։ Բաքոնը։ Իմը, չգիտեմ, իրանք են ջրային պաղպաղակներն է, բոլորն էլ համով եմ, բոլորն էլ սիրում եմ, ես էլ եմ այսի շատ սիրում, բայց ուսի շատ է իմ համար։ Անգելս վերջապես հասավ տուն, ընգերուհու մաման բերեց, լավ ես Անգել։ Գնանք, լավ, եկավ պաղպաղակին հասավ, պապան մի բան գիտեր, որ քեզ էր պաղպաղակ գնել։ Այսինց ներսը շոկոլադե գնդիկները ու կարամելի մեջ, համով է շատ, քան համով, որ ես մագնումից հրաժարվեցի ու այս եմ ուտում։ Բարի լույս սիրելիներս, ողջույն, հուսով եմ լավ եք, բարի շաբաթ առավոտ, մենք էլ ենք լավ, արթնացել եմ շատ վաղ ու այսօր են օրերից է, երբ որ Վիտոն գնում է գործի, մինչև ժամը 12-ը, այսինքն հիմա երևի մի շաբաթվանից արդեն էլ չի գնա ու ես ժամանակ ունեմ մի փոքր երկար պարկելու, այսինքն միշտ կարող եմ, երբ որ աշխատանքի չեմ, բայց թե երբ որ Վիտոն տանն է, ես ուզում եմ շուտ հելնեմ, իրար հետ դրսում սուրճ խմենք, չեմ ուզում ժամանակս իզուր անցկացնեմ, բայց երբ որ երեխեքը քնած են, ես էլ եմ օգտվում առիթից ու մինչև ժամը 7-ը պարկել եմ մի քիչ խոսքով, հետո Զոյկաս եկավ, Զոյկայից հետ մի քիչ զրուցեցինք, հելա պատրաստվեցի ու սուրճ խմեցի, ամեն դեպքում, քանի որ երեք
մայիսի 1-ն էր, չեմ հիշում արդեն շնորհավորել եմ թե ոչ, բայց ուզում եմ մեկ անգամ այսենց շնորհավորել բոլոր աշխատավորների օրվա առիթով, քանի որ այդ կարծում եմ ամբողջ աշխարհում էր, մենք էլ էինք նշում այստեղ ու աշխատանքային օր չէր։ Ուզում եմ, որ ամեն մարդ զբաղվի իր սիրած աշխատանքով, որ աշխատանքից հաճույք ստանա։ Իհարկե կան լինում են շատ դեպքեր, երբ որ մարդը աշխատում է ուղղակի, որպեսզի կարողանա ապրի։ Այդ շատ կարևոր է, երբ որ մարդ գիտակցում է, որ պետք է աշխատի, որ կարողանա ապրի, կարողանա ընտանիք պահի, բայց այլ ավելի կարևոր է, երբ որ մարդ ապրում է ուղղակի իր աշխատանքով, երբ որ մարդ սիրելով անում իր աշխատանքը։ Ու պետք է ձգտենք դրա համար այն սերունդը, ովքեր էլի եմ խոսել այս մասին, իմ երեխեքի տարիքի սերունդը, ու ես իրենց էլ եմ շատ հաճախ ասում, երբ որ դուք աշխատանք եք, մասնագիտություն եք ընտրում, երեխեք, այնպիսի մասնագիտություն ընտրեք, որ ոչ թե որ հիմա գումարը շատ է դրա համար, որովհետև գալու է ժամանակ, որ այդ գումարն էլ ձեր աչքին չի երևալու, որ սպառվելու եք, եթե դուք կատարում եք աշխատանք ուղղակի շատ գումար վաստակելու համար չսիրելով, ոչ, պետք է ուղղակի սիրես այդ աշխատանքը, պետք է ապրես այդ աշխատանքով, որովհետև երբ որ դու շատ ես սիրում այդ աշխատանքը, չնայած որ դրանով ավելի քիչ ես վաստակում, քան ինչ որ ուրիշ աշխատանք կանեիր չսիրելով, բայց շատ կվաստակեի։ Դու ձգտում ես ավելի կատարելագործվել այդ աշխատանքիդ մեջ, ավելի հմտանալ, ժամանակ ես գտնում, ամեն պարագայում ժամանակ ես գտնում, որ կարողանաս ավելի հմտանալ, ավելի մասնագիտանալ այդ գործում, ու դրա համար ավելի մեծ գումարներ են քեզ վճարում, որովհետև դու արդեն սովորական աշխատող չես, դու արդեն ունես այսինչ աստիճանը։ Դրա համար ամեն դեպքում շնորհավորում եմ բոլորիս աշխատավորների օրվա առիթով, ցանկանում եմ, որ միշտ առողջ լինենք, բոլորս, յուրաքանչյուրը գտնի իր երազած, իր ցանկալի, իրեն համապատասխան աշխատանք, իսկ դրա համար պետք է ձգտել, պետք է սովորել, պետք է հասնել այդ ամեն ինչին, ոչ մի բան հեշտ չի, ոչ միտեղ հենց սկզբում քեզ չեն առաջարկում, արի ես վեր կանամ, իմ տեղը նստի, պետք է ամեն ինչին հասնել, վաստակել, որ հասնես այդ աստիճանի։ Իսկ այսօր այդ մասով այդքանը, չնայած որ խոսեմ, շատ կխոսեմ, բայց դե հայել խոսում ենք այդ մասին, հիմա սպասում եմ Վիտոյին, հեսա կգա մի ժամից երևի, գա ու գնանք խանութ, այսօր շատ բաներ ունենք գնելու, այնպես է ստացվել, որ այսինքն հիմա ավելի շատ ուտվում է միրգ բանջարեղենը, շուրթիս վերքը դեռ չի լավացել, այս կոմը ուռածով անդադ բան ալնում, ու այդ ամեն ինչն շատ արագ է վերջանում, մանավանդ ընտանիքը երբ որ բաղկացած է 6 անդամից, ու ուրբաթ օրն էլ տանն են, երբ որ երեխեքը տանն են, անընդհատ ուզում ես երբ որ դու էլ ես տանը, անընդհատ ուզում ես համեղ բաներ պատրաստել երեխեքի համար, ընտանիքի համար, ու մի խոսքով այսօր առևտուր ունենք անելու շատ, կփորձեմ մի քիչ նկարեմ, ասում եք ինչի ընթացքը չես նկարում, այնպես արա, որ դու էլ երևաս, շաբաթ օրերն ենք գնում գնումների, շաբաթ օրը շատ մարդ է լինում, շատ լինում, ու որ մի քիչ ամաչում ես նկարես, նկարվես, բոլորի ուշադրությունը քո վրա է լինում, զուտ այդ է խնդիրը, թե չէ ուրիշ խնդիր չունեմ, բայց այսօր ոնց որ Անգելինաս է ուզում մեզ հետ գալ, Անգելին կտանենք, թող մի քիչ նկարի, ես էլ առավոտ տակ եմ հագնում, բայց ոնց որ եղանակը տաք է, չգիտեմ, տեսնենք դեռ ինչ կանենք, ինչ կհագնեմ, բայց խոստումնալից է եղանակը, լավ եղանակ է լինելու, գնանք գնումների, այնտեղից էլ կարճ ժամանակով կմտնենք Տեքորստուն, հետո կգանք շաբաթ երեկ այնպես արեցինք, որ շատ գործեր վերջացնենք, որ այսօր շատ բան չունենանք անելու, որ մի քիչ հանգստանանք, բայց դե լվացքից, հարթուկից, այդ ամեն ինչից, գիտեք, բրծում չկա, ինչքան էլ ուզում ես արան, եք շատ բանից, ինչքան էլ ուզում ես արամ, եւ նույնը այդ ամեն ինչը չի վերջանում։ Գնամ, քանի լավ եղանակը, լվացքս հիմա անջատված կլինի, լվացքս կփռեմ, մինչև Վիտոն կգա, ու կտեսնենք ինչ ենք անում, գնում ենք խանութ, կգանք։ Այսօր միասին ենք լինելու, մի խոսքով, չգիտեմ, այսօր միասին ենք լինելու, որ կարողանամ նկարեմ սիրուն վլոգ մոնտաժում, որ վաղը առավոտյան սուրճի հետ վլոգ ունենակ, սուրճի մատերիալ ունենակ, այսպես ասած,
գինամ, էլ սուրճ չեմ խմի, մի հատ եմ խմեք, սպասեմ Վիտոյի հետ խմեմ։ Սուրճի համար էլի հարցնում էի, խմում եմ օրը առավոտ պարտադիր մի հատ, եթե Վիտոյի հետ չեմ հասցնում խմեմ ու ես պետքա շուտ գնամ, գնում եմ աշխատավայրում եմ խմում, օր ա եղել, որ ընդհանրապես չեմ խմել, իմ վրա ոչ մի փոփոխություն չկա, քնի հետ կապված ոչ մի փոփոխություն չեմ զգում, այնքան եմ հոգնում օրվա ընթացքում, որ երբ որ արդեն պարկած եմ, մի հատ ֆիլմ կամ ինչ-որ մի բան հազիվ ենք հասնում նայենք ու ես արդեն քնում եմ, Զոյկա իմ հետ ես, պապան ա զանգում, սա մի հատ նայեմ ամուսինս ինչ ասի, Վիտոն էր զանգել, մի ժամից տանը կլինի, հա, ինչ էի ուզում ասել, ինչ էի խոսում, արդեն մոռա, հա, ես քնի հետ կապված խնդիր չունեմ, այնքան հոգնած եմ լինում, որ երեկոյան, որ ամեն ինչ վերջացնում եմ, արդեն անկողնում եմ, մի հատ ֆիլմ կարողա դիտենք միասին, եթե չէ, միանգամից աչքերս փակվում է, կարևոր չի 5 րոպե առաջ եմ դրանից չխմել, թե 1 ժամ առաջ, թե ընդհանրապես չեմ խմել, բայց օրվա ընթացքում մաքսիմումը երևի 3-4 կարող է լինի, երբ որ ամուսինս ասում է, արի մի հատ էլ համ, ոնց որ մի հատ էլ ուրբաթ կամ շաբաթ երեկոյան, այսօր կարող է այդ օրը լինի, մեկը վաղ աշխատանքի չեն կարող ենք երկար քնել, կարող է խմեմ մի փոքր, բայց միևնույնն է իմ վրա չի ազդում, սուրճը իմ վրա ոչ մի ազդեցություն չունի քնի առումով առայժմ էլի, չգիտեմ հետո ոնց կլինի, բայց առայժմ չունի, լավ դե, գնացինք, գնամ տեսնեմ ինչ եմ պատրաստում, որ գա հաց ուտենք ու դուրս գանք գնումների։ Ուրեմն Վիտոն եկել է, ինքը լոգան կընդունի, ես եկել եմ ստեղ ինչ նայեմ, ես ստեղ ունենում եմ միշտ եղինջ, տեսեք, հատ խաշ, շատ նուրբ, եղինջ, ու հավաքեմ այս անգամ որոշել եմ, որ հավաքելու եմ սուպ պատրաստեմ, սեք ստեղ ունեմ, ստակերն աճում այս կողմերը, ու սեք այն կողմում անտառում լիքն է, ամբողջը եղինջը, բայց այն որ գնդակը երեխեքը գցում են ընդե գնում են բերելու, տեղից գիտեմ, որ լավ ծակծկում է, ես եկը տերևում է, որ սենց էլ նայենք, ուղղակի ես իմ բակի այն մատխաշները ավելի լավը կբերեմ, կեփեմ, դուրս եկանք, գնում ենք, գնացինք, միատ շվերանորոքում են անում, Տրանք չի ալ, տրանք, սենց չես ուզում, Չէ, սենց, չէ, Անգելը պապայի համար ոտ ես անդրում, ես Անգելի ճաշակով, ոչ եմ գունավոր է, չէ? Գոնե էսի, բայց Անգել ուղղակի ես ֆերման չսիրում դրա համար։ Որը, չեմպիոնը, Եսի որն էսի։ Թոմի Հիլֆիգան։ Դա երևի փոքրն անդր, մենակ մեծերին նար, ես, ալեն է սրանք ռազում, 39, Դպրոցի համար էլի։ Փոքր է։ փոքր ակի։ Որ համարն է, Անգելին կլինի, վեցը երևի, թրակի։ Տավա։ Շնորհավոր ձեր կոշիկները։ Մերսի։
Եկան քոֆար։ Բա ուրա, չեմ գտնում, չկա։ Այստեղից տղես։ Ինչա։ Դու վերցեցիր խմելու բան քեզ ալ։ Ինչ ես եկալ է։ Այստի։ Հա։ Ատել է։ Ման այս Mix Market-ում էլի խաղարկություն ալինելու, այնպես որ եթե կան հետևորդներ Klagenfurt-ից, գիտեք խանութը որտեղ է, գիտեմ որ գնումներ անում եք, էլի լինելու է խաղարկություն։ Սենց 30 եվրոից սկսած որ գնում ես անում, մի հատ քարտ կարող ես լրացնել, գցել, մենք 2 հատ լրացրեցինք։ Տեսնենք, այսպիսի iPad-ը խաղարկվելու, խորովածի մեքենա, սկուտա, դրամական բաներ, կաֆեի, այսինքն մի խոսքով հավեսալներ, մյուս շաբաթ է։ Մյուս շաբաթ, այսինքն այս շաբաթ ով առևտուր արեց, լինելու է արդեն։ Տեսնենք։ Ամսի 9-ին, մայիսի 9-ին։ Չէր օր են ընտրել, է։ Անցիկ։ Մինչև հասանք այս մի խանութ արդեն էլ նորմալ բան չկա, նայեք, վերջացել է։ Այսպես բարձր տրամադրությամբ երկելով, պարելով կատարեցին գնումները ու վերադարձանք տուն։ Ծանրաս ու քանթուղթը վերցրու, ամենաթեթևն է։ Մենք եկանք, չենք գնացի օպարենցնում, որ գանք քեզ էլ տանենք։ Սոյկան գիտեր մի անգամից գնալու ենք։ Ուրեմն, այս հա քավ աղբոր չստերը։ Այս սենց հիմա մեզ։ Ու հիմա այսքանը, պիլասո չէ, պիլասո նոր չենք առել, պիլասո մեջն է։ Այսքանը պետք է հիմա մի հատ դասավորենք։ Ստեղից սկսեմ, ալեն ինչ ստիկները տեսակ արդեն, գինն էլ վրին հակել է։ Այս էլ պապայի կոշիկներն է, սենց սպիտակ սև ուներ, սպիտակ էլ ուներ շնաց, բայց կտորից ինքան թեթև են, ինքան հարմար են։ Խոսքով 60 և 25 էլ ալենի բաները, ստիկները։ Հիմա դասավորում ենք անգել հերթովարի։ Ուրեմն,
Մի քանի րոպե տանջվեցի, մինչև այսքանը սս դասավորեի նկարելու համար, որ կարող էի մի անգամից դասավորել ամեն քիչ տեղերը, բայց դե։ Էմն այստեղ Action-ից նաև այսպես պեչենիկ ունենք, աղբի տոպրակներ, ծամոն, իսենց լաբելոներ, խոսքով սենց բաներ, այս Ալենինն ու Անգելինայինն է։ Հիմա Action-ից գնել եմ նաև նասկիներ, գիտեք մեր տանը նասկիները միշտ պետքա թարմը լինեն, շատ շուտ են վերջանում, սենց ասած, սրանք դնեմ ստեղ, վերջապես որոշել եմ Անգելինա փոխեմ սփրոցել, նոր տարվա չի, արդեն գարնանային է, մինչև փոխեմ արդեն գարոնն էլ անցավ, ամառային պետքա արդեն ձմերուկներով բանով դնենք, խոսքով այս էստեղի համար, այս սիրուն մեր ամառվա համար, որ սառը ջուր, հեսա իմ նանան էլ արդեն եղել է, նանա, լիմոն, սառույցով ջուր միշտ ունենանք դրած, Սպես գնացինք ու այս սրանից հիշում եք անցած տարի գնել էի մանուշակագույնը Անգելինային Էլենին սպիտակը բայց լայն տակերով ու բլուսկայի նման իսկ այս տարի իմ համար եմ վերցրել տարի նորից ստացել էի սենց արդեն փակ տակերով ու այս էլ սենց ժակետիկի նման շատ սիրուն է որ հագնեմ կտեսնեք ինքը տնային հագուստ է որպես պիժամաչի տան հագնելու համար ուրեմն գնացինք տոմատներ Այս տեղա պատկանում, ես դնեմ կասեմ, Էմն կարակ, տոմատ, այս գնել եմ մեկ շաբաթվա համար ու մեկ էլ դե բաներ ռեզերվային, շպահեստային բաներ, ձու 3 տուփ 15 հատանոց, այս ռուսական խանութից մի հատ լավաշը վիտոն տեսավ մի անգամից, այստեղ ալյուրա, այսպիսի հացիկները, մսեղեն, այսքան 1, 2, 3, 4, 5 կիլո աղացած միս, 2 հատ սենց բան, ռիփեներ, սենց այս մատերը խորովածի համար, վիտոյի բոթասները տեսակ կարամ վերցնեմ ստեղից, մսեղենից այստեղ ունենք ձուկ մի հատ, ունեմ տավարի թոք և հավի բդի վերևամասը խորովածի համար, անցանք, այստեղ մի հատ ուղակի վերցեցի սպագետի ունենք շատ ուղակի այդ աչքս տեսավ միշտ ամեն անգամ վերցնում եմ այս հենց բաները ասենք լոբին, կուկուրուզը այս որ կա չկա տանը միևնույնն է վերցնում եմ ամեն առևտրից աղը որ միշտ պահեստային ունենանք այստեղ վերցրել եմ 5 հատ սենց բանա շերտավոր սլայոնի խմորա որ տանը լինի միշտ շատ հարմար է մի բան արագ կամ պանրով կամ մսով արագ պատրաստում են երեխեքն էլ իրենց պատրաստում են կամ մեր համար միշտ որ տանը լինի այստեղ պղպեղա սպանախ ողկ վարունգ խնձոր մաղադանոց սամիտ համեմ լոլիկ գազար ռուկոլա Սունքս ես մաներները վերցեցի, որ լավ լվանամ ու այս ես տապակելու համար, այստեղ բանան, այս կողմում ձուկ ենք վերցրել ռուսական խանութից, ասետրինայա կապի տարած, ծխեցրած, որ գարեջուր փարթի անենք այսօր ու նաև այս է մտնում դրա մեջ, գարեջուր փարթի մեջ ու մեկ էլ այն աղի կրեկերները, որ տոպրակի մեջ էր, ռուսական խանութից վերցրեցի նաև ձավար, արևած աղիք, սրանք էլ ռուսական խանութից, մեկ է խտացրած կատնա, որ միշտ վերցնում եմ, ամեն դեպքում ընդհանուր գնումներից նաև բրինձն է, այստեղ գալիս է ռուսական էլի մայոնեզ, այս չէ, ռուսական չի ես, այս սեթը գիտեք օգտագործում մենակ կարկանդակների բանի պատրաստելու համար, պոնչիկ պերաշկի սենց ասած, մնացած ժամանակ կամ յուղ կամ ձիթապտղի ձեր, այստեղ պրանիկները, այս ծողիկը, այս մի հատ տանձի լիմոնաթը, Զոյ ջանը մի քիչ կամացածրու բալես, տանձի լիմոնաթը ուղղակի սառը վաղը դե գրիլի օր է էլի, երևի, դրա համար, այստեղ Վիտոյի սիրած մարինադը, իր ամենասիրածն է մարինադ, թթվեղեն, պանրեղենից վերցրեմ, սովորական պանիրներ ունենք տանը շատ, դրա համար այսքան անցած շաբաթ էի գնում, մի շաբաթ գնում եմ տեն սովորական պանիր, մի շաբաթ սենց պանիրներ, այստեղ ունեմ սենց կանաչիներով, այստեղ սովորական սերուցքային պանիր, այստեղ էլ եմ փոքրիկ քսովի պանիրներն է, այս կծու աջիկաներն է, կեչուպն ու կծու աջիկան, սենց ռուսականից է էլի, այս կողմում գալիս է կատնամթերքը, այս էլ է ռուսականից, այստեղ կաթ, հունական յոգուրտ, որ գիտեք արդեն մեր սմետանը, մեր անբաժանն է արդեն տարիներ շարունակ, սենց մածուն, թան, կաթ, կեֆիր,
կաթ նաև առանց լակտոզեի։ Այսքանը դե ինչ էլ չասեցի երևում է էլի ինչա ու մեկ էլ արդեն այնտեղ հացամթերք էր էլի որ գնել էի, մեկ էլ հիգիենայի պարագան էր դրանք, հա, ու մեկ էլ այս պաղպաղակը չկար են մեծ բաներով, այս էր մենակ որ sense տուփով էս վերցրեցինք պլոմբիրը։ Խոսքով սիրելիներս էս էլ մեր գնումները կարծում եմ կարիք չկա ասել ինչքանի գնումներ է, որովհետև ամեն ինչ այնքան շատ է թանկացել, եթե մենք առաջ այսքանը գնեինք, հիմա դրանից մի հատ կես էլ ավել, այդքան թանկ է լինում, բայց դե մեծ ընտանիքի համար, մանավանդ որ շաբաթը մի օր ես կարողանում մենակ գնումների գնալ աշխատանքի բերումով, այդպես։ Մենակ դե որ հաշվենք, այս միձուկն է համարյա 9 եվրո։ Մի խոսքով, ես հիմա գնում եմ սուրճ խմելու, որ հետո գամ ու սառնանը դասավորենք, դատարկա սառնանը, դատարկել եմ մաքրել եմ, որ ամեն բան դասավորենք, հենց։ Սիրելիներս, սիրելի հետևորդ, մենք գրվել էինք ու ասել էի, որ ցույց կտամ, այս էլ ներքևի սառնարանն է, տեսեք, այս է LG է ինքը, սենց, հիմա մի հատ հեռվից ցույց տամ, այնք է սենց, մեծ սառնարան է, այս կողմում ունենք մեծ սառույց, ջուր ու փոքր սառույց, ու ինքը սենց ընդհանուր է բացվում, ընդհանուր մեծ իր սառույցի տեղով, սենց ընդհանուր մեծ արցախցիկով, շատ հարմար, այս կողմում սառնարանն է, իր տարբերությունը, առավելությունը մյուս սառնարաններից, նախ, որ առանց բացելու կարանք տեսնենք մեջը ինչ կա, մի հատ ուղղակի դուռը թակում ենք, ու լույսը վառվում է, կարանք տեսնենք թե մեջը ինչ կա, եթե մեզ հարկավոր է, հենց այս դրա վրայից ինչ-որ մի բան վերցնել, դրա համար այստեղ միշտ դնում եմ սենց բաները, կամ հյութեր է լինում, կամ ինչ-որ մի բան, սենց, եթե պետք է, այստեղից ենք սենց անում ու մի անգամից այս պատուհանիկն ենք բացում, ու եթե ինչ-որ բան պետք է, այստեղից ասենք ձույ է պետք չի ամբողջ սառնարանը բացել, ձույ եմ վերցնում կամ եթե այստեղից հյութ է պետք հյութ եմ վերցնում, սենց, իսկ եթե ոչ, սենց փակում ենք նորից, բացում ենք արդեն ընդհանուր է, ինքը շատ հարմար է, շատ մեծ է, շատ ծավալուն է, տարողունակ է, ամեն ինչը, մի խոսքով, ես շատ գոհ եմ, հիմա վատ կողմը ասեմ մենակ, եթե դուք ես դնելու եք հյուրասենյակում կամ խոհանոցում, որտեղ նաև քնելու եք, չէ, որովհետև երբ որ սառույցն է դատարկում, ինքը մի քիչ ձայն է հանում, կարող է լինի, ասենք ինչքան անգել, մի 2 ժամը 1 Երև 2 ժամը 1 սենց մի հատ ձայն է հանում, որ դատարկում է սառույցը, նորից ջուրը քաշում է, այդ է մենակ վատ կողմը, մնացածը շատ գոհ ենք, շատ լավն անգել դու գոհ ես այս սառնարանից, դու գոհ ես Ալենը գոհ է, երբ որ կարա անընդհատ շատ լավ պահպանում է, միրգ բանջարեղեն, շատ երկար է մնում, հիմա ես շատ շտապ եմ, վրազում եմ սենց արագ-արագ, որտեղ չգիտեմ վաղը խորոված ենք անելու, ինչ դրա համար ստեղ դրեցի բանջարեղենը, ունեմ սենց ամաններ, որոնց մեջ շատ երկար է մնում, ու առհասարակ ինքը սենց ֆունկցիաներ ունի, մրգերի համար, բանջարեղենի համար, ինչի համար, ես շատ գոհ եմ, եթե ուզում եք գնել, գնեք, խորհուրդ եմ տալիս Այս էլ սենց անջատվի լույսը, հետո վերջ, այս էլ ներքևի սառնարանը, մեջ հիմնական սառնարանը, վերևում հիմնականում միրգ բանջարեղենը կամ սենց առաջի օգնության նախաճաշի համար ինչ-որ բաներ, ուր ես գնում զե, պատատվի հելը, բայց ինչ ես կանում, ասում ես իմ հոպարի ամենասիրած ձողիկներն ասեմ, ես երեխեքին բան կառնեմ, ասում ես իմ հոպարի ամենասիրած ձողիկն է, տանում է հոպարին, կինա դենստի, լավ եք, յոյ լավ ես, Period. Շուք հայտի դիր կողքըտ, պայսակիտ մեջ ինչ ունես, Երկու լապելով մի համար ու մի հատ արյանային։ Այդ ալենն է առել, մի հատ 3 հատանոց, որ մի հատ քեզ, մի հատ իրան, մի հատ արյանային։ Ինչներ սարանցան, մենք իրար հետ իրարա, առանց մեկս մեկի չենք կար։ Երկ ենք կա, բայց սավը կա, միացրա երկ ենք աղտես։
Մեկինս տան մոտի պենին եմ մտամ երեխեքին մի երկու բան վերցնեմ ու գնանք արդեն հասանք։ Գնանք։ Ժոժո գնանք։ Սիրելիներս մենք հասանք տուն։ Սուր առավոտվանից Վիտոյի ասած բոշա ոնց որ լինես, ասում տունը չես մնացել вообще։ Առավոտվանից խանութ, հետո տուն, հետո նորից դեկորս տուն, հետո հենց նոր իջա ավտոյից, հիմա գնամ հաց սարքեմ, ընտրենք, երեխուն Արյանային բերել ենք հետներս, վաղնել դեքրենքս կգան, գրիլ փարթի կանենք, խորոված փարթի կանենք, այս լավ եղանակից լավ այս բանից օգտվենք, դրա համար ուզում եմ հենց այստեղ ավարտել այս վլոգը, որպեսզի այս գիշերը ինչքան էլ հոգնած լինեմ, ժամանակն միևնույնն է կմոնտաժեմ, կտեղադրեմ, որ վաղը վիդեո ունենաք ու կսկսեմ նաև հաջորդ վլոգը հենց այս պահից կազդարարեմ նաև հաջորդ վլոգի սկիզբը, դե ինչ լավ մնացեք, լավ եղեք, առայժմ կհանդիպենք։